Կրծքի կերակրման ընթացքում ծծակի ազդեցությունը։ Կյանքի առաջին 2 ամիսներին երեխան սովորում է ճիշտ մոտեցումը կրծքին, իսկ մոր մոտ կարգավորվում է լակտացիան։ Եվ լավ կլինի այս ժամանակահատվածում երեխային ծծակ չտալ։ Ահա թե ինչու։ Ծծակը խանգարում է ճիշտ մոտեցմանը կրծքին եւ կարող է վնասել կրծքի բշտիկները, քանի որ դրանց ձևը տարբեր է։ Ծծակը ծծելիս պետք չէ բերանը այդքան լայն բացել, ինչպես մոր կուրծքը վերցնելիս։ Եվ աշխատում են լրիվ այլ մկանային խմբեր։ Երեխային դեռ դժվար է անցում կատարել, եւ այդ պատճառով կրծքացման ժամանակ նա կարող է սահել դեպի բշտիկը վնասել այն։ Ծծակը կարող է նվազեցնել կաթի քանակը։ Օրինակ, երբ երեխան ուզում է կուրծք, իսկ մայրը նրան տալիս է ծծակ, ժամանակի ընթացքում կաթի արտադրությունը նվազում է։ Չէ, որ պահանջարկը քիչ է, առաջարկն էլ է քիչ։ Կրծքով կերակրումը ոչ միայն սնունդ է, այլև երեխային հանգստացնելու, թուլացնելու, քնացնելու, աղիքները դատարկելու, կոլիկների ժամանակ սպազմերը թեթևացնելու միջոց։ Իհարկե, կան երեխաներ եւ մայրեր, որոնց մոտ հավասարակշռություն է ձևավորվել ծծակի եւ կրծքով կերակրման միջեւ։ Եվ խնդիրներ չեն առաջանում, բայց սկզբում հնարավոր չէ գուշակել, ձեր բախտը կբերի թե ոչ, որոշումը ձերն է։ Բայց խորհուրդ եմ տալիս գոնե առաջին մի քանի ամիսները առանց ծծակի անցկացնել, իսկ հետո էլ այն չափազանց ակտիվ չօգտագործել։